Ողջույն։ Սա իրագործում շարքի արդեն 5-րդ էպիզոդն է եւ այսօր բացահայտելու ենք առաջարկներ եւ հիշեցումներ ուղարկելու հետաքրքիր եւ մեր կողմից արդեն փորձարկված գործիքներ։ Այս փուլի եւ դրա գործիքի կարեւորությունն ավելի լավ ներկայացնելու համար սկսեմ սկզբից առաջարկներ ներկայացնելուց։ Առաջարկը ուղարկելիս բացի կցված ֆայլերից պետք է պարտադիր ներառեն ուղեկցող նամակ, ներկայացնելով թե ուղարկված ֆայլը ինչ ինֆորմացիա է պարունակում նամակում եւ պետք է նաեւ ներառել հաջորդ քայլերի մասին ինֆորմացիա։ Օրինակ, հաստատան դեպքում պատրաստ ենք սկսել այսինչ ամսաթվից։ Ցանկալի է առաջարկն ուղարկել PDF տարբերակով, քանի որ այն համարվում է պրոֆեսիոնալ ձևաչափ։ Ֆայլը կարելի է կցել նամակին։ Կարող ենք նաև կիրառել Pipedrive Smart Docs գործիքը, որը թույլ է տալիս ֆայլը ուղարկել անմիջապես հղումով, իսկ հաճախորդը բացելուց հետո այն կարող է միանգամից հաստատել։ Առաջարկին ավելի պրոֆեսիոնալ տեսք տալու համար կարող եք օգտագործել PandaDoc կամ օրինակ Pipedrive CRM-ում առկա Smart Docs գործիքը։ Pipedrive Smart Docs գործիքը թույլ է տալիս վերբեռնել ֆայլ կամ օգտագործել Google Cloud-ը, օգտագործել Google եւ Microsoft ձևանմուշներ, որոնք կարող ենք փոփոխել ըստ պահանջների։ Ընտրել տարբեր կատեգորիաների ձևանմուշներ, այդ թվում առաջարկներ, պայմանագրեր, գնահառաջարկներ եւ այլն։ Կարող եք օգտագործել պատրաստի ձևանմուշը կամ ստեղծել հենց ձերը։ Ավելացնել փաստաթղթին ստորագրություն օգտագործելով DocuSign կամ այլ ինտեգրացիա։ Ինտեգրացիան թույլ է տալիս ստեղծել մի քանի ստորագրողներ։ Փաստաթուղթն ուղարկելուց հետո ստացողը պետք է ստորագրի եւ հաստատի ստորագրությունը L-Post-ին ուղարկվող կոդի միջոցով։ Ընկերության լոգոն, հաճախորդի անունը, ընկերության անունը, առաջարկի ամսաթիվն ու վավերականության ժամկետը, աշխատանքների տևողությունը, վճարման պայմանները։ Եթե կա վերադարձի կամ երաշխիքի պայման, անպայման կարելի է նշել նաեւ այդ մասին։ Նաեւ ավելացնել հավելյալ դաշտեր, օրինակ սկզբնատառեր, նշումների վանդակներ եւ այլն։ Ուղարկել առաջարկը որպես հղում կամ որպես PDF ֆայլ։ Ստանալ ծանուցում, երբ առաջարկը բացել են կամ ծանուցում ստանալ նամակն անգամ բացելուց հետո։ Առաջարկի ֆայլում պետք է ներառված լինեն վերնագիր եւ ընդհանուր տեղեկություն։ Գիտեք թե որն է գործարքը բաց չթողելու լավագույն մեթոդը։ Թույլ չտալ, որ դրա մասին մոռանալ։ Իսկ ինչպես է դա հնարավոր անել։ Իհարկե պարբերաբար առաջարկներ եւ հիշեցումներ follow-up-եր անելու միջոցով։ Իսկ որքան ժամանակ անց է պետք անել follow-up կամ հիշեցում։ Հիշեցումների հաճախականությունն իհարկե կարող է լինել տարբեր, կախված ոլորտից, հաճախորդի տեսակից կամ նրա հետ ունեցած պայմանավորվածություններից, բայց կան ընդհանուր նորմեր, որոնց անհրաժեշտ է հետևել։ Օրինակ, առաջարկն ուղարկելուց 1-2 օր հետո հարցնել, արդյոք ստացել են կամ հասցրել են ծանոթանալ առաջարկի հետ։ 4-ից 5 օր հետո կրկին հիշեցնել կամ առաջարկել նոր քննարկում։ 7+ օր հետո ամփոփել, հարցնել դեռ ակտուալ է թեման թե ոչ։ Այս բոլոր քայլերը կարող են ավելի արդյունավետ դարձնել ավտոմատացումները։ Օրինակ, առաջարկը ուղարկելուց 2 օր հետո համակարգը կարող է ավտոմատ նամակ ուղարկել հաճախորդին։ 4 օր հետո ավտոմատ ձևով կարող ենք առաջադրանք ավելացնել զանգելու կամ կապ հաստատելու համար։ Իսկ 7 օր հետո կարող ենք ուղարկել SMS հիշեցում, օրինակ Dexatel համակարգի ինտեգրացիայով։ Այս ամենը կատարվում է առանց ձեռքով միջամտության։ Pipedrive-ն ունի հիանալի գործիք Routing Days, որն օգնում է հետևել այն գործարքներին, որոնք երկար ժամանակ մնացել են նույն փուլում։ Ինչպես է աշխատում։ Օրինակ, առաջարկ փուլում սահմանում ենք routing day 3 օր։ Եթե գործարքը 5 օր շարունակ մնում է այդ փուլում առանց որևէ գործողության, Pipedrive-ը կծանոթի ձեզ կարմիր նշումով։ Գործարքների բաժնում կարող եք տեսնել կարմիր նշումով բոլոր գործարքները եւ կատարել զանգ կամ պլանավորել այլ գործողություն անմիջապես։ Կապ հաստատելուց եւ ճշգրտում անելուց հետո կարող եք ավելացնել նաեւ note տվյալ գործարքի վերաբերյալ։ Սա թույլ կտա ավելի լավ պատկերացում ունենալ գործարքների հետ կապված հետագա գործողությունների մասին։ Այսպիսով, դուք կկարողանաք միշտ ժամանակին արձագանքել եւ երբեք բաց չթողնել կարևոր հնարավորությունները։ Email ծանուցումներ։ Հիշեցնող նամակ ուղարկելը նոր հնարավորություն է նորից ձեզ ներկայացնելու ձեր մասին հիշեցնելու համար։ Այս փուլում եթե օգտագործենք Pipedrive Email Tracking գործիքը, կարող ենք իմանալ արդյոք ստացողը բացել է նամակը թե ոչ եւ դրան հաջորդող գործողություններ սահմանել։ Pipedrive Email Tracking գործիքը թույլ է տալիս տեսնել, թե երբ եւ քանի անգամ է նամակը բացվել, տեսնել, թե նամակում ներառված հղումը բացվել է թե ոչ, տեսնել, թե որ սարքով, հեռախոսով թե համակարգչով է նամակը դիտվել։ Ստանալ իրական ժամանակի ծանուցումներ նամակը բացելու վերաբերյալ եւ հասկանալ, թե որ լիդերին է ավելի հետաքրքիր ձեր առաջարկը։ SMS follow-up-ներ։ Շատ հաճախ պատահում է, որ հաճախորդները չեն բացում ստացած նամակները։ Այս դեպքում որպես երկրորդ շփման ալիք կարող ենք դիտարկել SMS հիշեցումները։ Իսկ ինչպես է դա առհասարակ օգտագործվում։ Օգտագործելով ավտոմատացման գործիքներ, օրինակ Dexatel, կարող ենք ստեղծել համակարգ,
որտեղ եթե նամակը չի բացվում X օրերի ընթացքում, հաճախորդին ավտոմատ կերպով ուղարկի SMS հիշեցումներ։ Հիմա տեսնենք, թե ինչպես է Dexatel-ը աշխատում Pipedrive CRM համակարգի ներսից։ Կոնտակտների էջից ընտրում ենք ցանկալի կոնտակտները, ընտրում Dexatel Bulk SMS տարբերակը, նշում թե ում անունից է ուղարկվում, ավելացնել հաղորդագրությունն ու ուղարկել այն։ Ոչ մի գործարք բաց չթողնելու եւ ամեն ինչ իր հունով առաջ տանելու համար հենց այս պահից պետք է սկսել ավտոմատացումներ կիրառելը, հստակ պլանավորել հիշեցումները եւ հետեւողականորեն աշխատել գործարքների վրա։ Հիշեք, լավագույն արդյունքները ստացվում են այն ժամանակ, երբ դուք մշտապես ներկայանում եք ձեր հաճախորդին ճիշտ պահին, ճիշտ ուղերձով։ Իսկ եթե ցանկանում եք տվյալ գործիքները սկսել օգտագործել եւ վաճառքի այլ պրակտիկ խորհրդատվություն ստանալ անվճար, ապա կարող եք դիմել Stamina ընկերություն եւ իհարկե բաժանորդագրվել ստանալ անվճար հղումները։ Մինչ նոր հանդիպում, իրագործում շարքի հաջորդ էպիզոդում։